Բարև ձեզ, մենք Civilnet-ի ուղիղ եթերում ենք, ասեք ինչ նպատակով եք այստեղ եկել, ինչ եք սպասում եւ Ես այստեղ եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պաշտպանելու համար, ազատ խոսքի իրավունքը պաշտպանելու համար, դավանանքի, խղճի, մտքի, կրոնի ազատության այդ կարևորագույն սկզբունքը, որը ամրագրված է միջազգային իրավական նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, կրոնի ազատության մասին օրենքով, եւ նաև դրա խախտումները քրեական օրենսգրքում են արտացոլված։ Ես դրա համար եմ ի պաշտպանություն, որ մարդը արտահայտել է դիրքորոշում եւ այդ դիրքորոշման համար քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում։ Սա Հայաստանի Հանրապետությունում բռնապետություն տանող ուղիղ ճանապարհ է այսպիսի գործողությունները եւ ես իմ անձով կոնկրետ գումարվել եմ մնացած բոլոր մարդկանց, ովքեր որ այստեղ հավաքվել են, որպեսզի կանխենք, թույլ չտանք Հայաստանի վերածումը բռնատիրության։ Իսկ դա ինչպես եք պատկերացնում, դատարանի որոշումից հետո ինչ որ քայլեր կան արդեն աջակիցների կողմից պլանավորված։ Ես որևիցե պլանավորված երևույթի մասին, քայլերի մասին տեղյակ չեմ։ Ես այս պահին որպես քաղաքացի եւ որպես հանրային գործիչ պարզապես այստեղ եմ եւ քանի որ նաև խնդիրը վերաբերում է Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցուն որպես նրա հետևորդ եւ նաև որպես հանրային գործիչ, ում համար շատ կարեւոր է կրոնական ազատության, որովհետեւ կրոնական ազատության սկզբունքը սահմանադրական բարձր արժեք է եւ մեր սահմանադրության մեջ է եւ այդ ամեն ինչը պաշտպանելու համար եմ ես այստեղ գտնվում։ Այստեղ իհարկե կարեւոր է նաև Սամվել Կարապետյանի անձը, ով բարերար է եւ ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում զարգացման մեջ, դա էլ իհարկե կարևոր է, բայց այստեղ շատ ավելի կարևոր է այն երևույթը, որը որ հիմա տեղի ունենում։ Ես դրա համար եմ այստեղ։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։